Վիրահատական սեղանին պառկած երեխան ամիսներ անց կկարողանա ժպտալ։ Նրա մոտ ախտորոշվել էր դիմային նյարդի պարես հիվանդություն։ Վիրահատական այս միջամտությունը մեր երկրում չի արվում, մասնագետների բացակայության պատճառով։ Ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ Անդրե Փանոսյանի և գործընկերների հերթական այցն է Արաբկիր բժշկական համալիր Mending Kids ծրագրով բարեգործական վիրահատություններ կատարելու և հայ բժիշկներին կլինիկական գիտելիքներ փոխանցելու։ Ես որոշել եմ շատ երկար ժամանակ, որ ուզում եմ իմ ֆոկուսը տեղ լինի, որ համ նյարդը սարքենք կամ համ էլ մկաները շարժենք, որ ասենք ծիծաղ տանք երեխին, ուրիշ մկաները, որ աշխատում են, օգտվում ենք։ Հազվադեպ հանդիպող այս հիվանդության ժամանակ բուժառուի դիմախաղի մկանները չեն շարժվում, չի կարողանում ժպտալ, ծիծաղել, կարող է ծռվել բերանը, կախվել շրթունքն ու հոնքը, քարանալ դեմքի որոշ հատվածներ։ Հնարավոր է լինի եւ ծննդաբերական տրավմայի պատճառով եւ ինչ-որ ծննդաբերական որևիցե այլ խնդիրներից ելնելով ուղղակի արտաքին խնդրի, այսինքն արտաքին վնասվածքի հետևանքով առաջացած պատճառ լինի։ Երեխաների մոտ լինում է հիմնականում բնածին, մեծահասակների մոտ լինում է ձեռքբերովի, այսինքն որևիցե տրավմայի հետևանքով։ Միայն վիրահատությամբ խնդիրը չի լուծվում։ Նորից ժպտալու եւ ծիծաղելու համար բուժառուները պետք է վարժություններ անեն եւ զարգացնեն դիմային մկանները։ Արդյունքը տեսանելի է լինում մինչեւ 9 ամսվա ընթացքում։ Եթե չանեն, երկար կտևի, բայց ասենք հայլու առաջ պիտի կանգնեն, ծիծաղ անեն, մի կողմը ասենք նորմալ ձևի ծիծաղը, մյուս կողմը պիտի ծամը սկսեն, որ շարժվի շրթունքը։ Դա մեծ մասը դժվար է ամեն հոգու համար, բայց հանկարծ երեխեք կան, որ անմիջապես սովորում են ու ակտիվ են անում այդ մկան ու շատ սիրուն ծիծաղ են ցակում։ Բժիշկ Փանոսյանն ու թիմը Հայաստան այցելում են ամեն տարի, սկսած 2016-ից։ Ամեն անգամ վիրահատում շուրջ 12 բուժառուի։ Այժմ իրենց փորձն են փոխանցում հայ գործընկերներին, հույս ունենալով, որ շուտով նրանք էլ կսկսեն ինքնուրույն վիրահատել։ Ծրագրի շրջանակում հիմնականում այցելում են մեծ թիմ։ Այդ մեծ թիմում ընդգրկված են ոչ միայն վիրաբույժներ, այլ նաև անեստեզիոլոգներ, այլ մասնագետներ, նույնիսկ կամավորներ, ու միշտ էլ հաճելի է ու շատ օգտակար ունենալ փորձի փոխանակում, կատարել ունենալ քննարկումներ, մենք մեր փորձն ենք հաղորդում, ստանում ենք նրանցից, այսինքն այս ծրագիրը կարելի է դիտարկել երկկողմանի։ Մասնագետների խոսքով այս միջամտությունները բարելավում են երեխաների կյանքի որակը, ուստի ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։